Բարի օր, սիրելի ժողովուրդ, այսօր հայտնի դարձավ, որ վաղը Հայաստան է այցելելու արտգործնախարար կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ասեմ, որ այս տեղեկությունը հայտնի դարձավ մամուլից, ԱԳՆ խոսնակ Բալայան, կարծեմ ազգանուն այդ աղջկա, հայտարարեց, որ վաղը կայանալու է Մարկո Ռուբիոյի այցը, եւ այստեղ հետաքրքիր մի քանի բան կա, որ ուզում եմ արձանագրել։ Նախ ասեմ, որ այցի մասին մենք իմանում ենք ընդամենը 1 օր առաջ, եւ այստեղ հարց է առաջանում, արդյոք սա ինչ որ նախորոք չպլանավորած ինչ որ շտապ այց է։ Սա մեկ, երկրորդը պետքարտուղարի այցը պատահական եւ երկրորդային բան չի, պետք է հասկանալ, որ ԱՄՆ պետքարտուղարը չափազանց բարձրաստիճան պաշտոնյա է, այն էլ այս խառը ժամանակներում խիտ գրաֆիկով, եւ կարծում եմ պարոն Մարկո Ռուբիոյի աշխատանքային գրաֆիկը գրված է ամիսներ առաջ, եւ նման այց կատարել Հայաստան այս խառը իրավիճակում, երբ որ հիմա ԱՄՆ զբաղված է այլ ճակատներում, Իրան, Կուբա, Չինաստան, նշանակում է, որ Հայաստանի դերը եւ Հայաստանի կարեւորությունը գնալով ավելանում է մեր տարածաշրջանում այս նոր աշխարհակարգի, ստեղծվելիք աշխարհակարգի պայմաններում։ Ասեմ նաեւ, որ Հայաստան պետքարտուղարի այց վերջի անգամ տեղի է ունեցել 2010 թվականին այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինտոնը այցելեց Հայաստան, հետո կրկին այցելեց 2012 թվականին։ Եվ ահա 14 տարվա ընդմիջումից հետո կրկին Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղարը։ Հետաքրքիր է նաեւ, որ այցը կայանում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը 2 շաբաթ առաջ, կամ նույնիսկ ավելի քիչ։ Հետաքրքիր է նաեւ, որ ամիսներ առաջ Հայաստան էր արդեն այցելել փոխնախագահ Ջեյ Դի Վանսը։ Հետաքրքիր է նաեւ, որ այցը կայանում է ընդամենը 2-3 շաբաթ անց Հայաստանում կայացած Եվրամիության քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։ Ես հիմա չեմ շտապի որևէ պնդում անել, չեմ շտապի որևէ վարկածներ առաջարկել, առաջ քաշել Մարկո Ռուբիոյի այսքան հապճեպ այցի հետ կապված, պատճառները տարբեր կարող են լինել, դա կարող է լինել Իրանում սպասվող ինչ որ թեժացման շեմին Հայաստանի հետ համատեղ ինչ որ քայլեր ճշտելու հետ, դա կարող է կապված լինել հենց մեր ընտրությունների հետ, եւ դա կարող է կապված լինել Հայաստան-Ռուսաստան թեժացող հարաբերությունների կամ ամեն ինչը իրար հետ միասին։ Ես կարծում եմ, որ վիճակը իրոք այնքան լուրջ է, որ Մարկո Ռուբիոն անձամբ է այցելում Հայաստան, այլապես նա կարող էր իր տեղակալներից մեկին, փոխպետքարտուղարներից մեկին ուղարկել Հայաստան, բայց հավանաբար պատճառը լուրջ է, խնդիրները լրջանում են եւ հարկ եղավ, որ Մարկո Ռուբիոն անձամբ այցելի Հայաստան։ Հաջորդ հետաքրքիր բանը, որ ես նկատեցի, Մարկո Ռուբիո Նիկոլ Փաշինյան հանդիպում կարծես թե չի նախատեսված, համենայն դեպս պետական պաշտոնական մամուլում գրված է միայն, որ Մարկո Ռուբիոն պիտի հանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, համատեղ ասուլիս հետո պիտի լինի, ինչ որ փաստաթղթեր պիտի ստորագրվեն։ Սա կարող է նաեւ կապված լինել թրիփի հետ, բայց թրիփը առանձին հարց չի, պարզ է, որ թրիփը պետք է դիտարկել տարածաշրջանային խնդիրների համատեքստում եւ նոր ստեղծվելիք աշխարհակարգի համատեքստում։ Ես կարծում եմ, որ
հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասում եւ ինքնին այցը շատ բանի մասին է խոսում։ Մենք տեսնում ենք, որ թեժանում է Հայաստան-Ռուսաստան դիմակայությունը։ Մենք տեսնում ենք, որ ռուս պաշտոնյաները մեկը մյուսի հետևից քննադատում են եւ շատ կոշտ բառապաշար են օգտագործում Հայաստանի հանդեպ։ Մարիա Զախարովը, Լավրովի տեղակալ Գալուզին, Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգու, փոխվարչապետ Օվերչուկ, Պետդումայի նախագահ Վալոդին, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ նախկին նախագահ Մեդվեդև եւ այլն, այսինքն գրեթե ռուս որևէ պաշտոնյա չմնաց, որ Հայաստանը չհիշի այն էլ կոշտ բառապաշարով։ Սա նշանակում է, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ տեղի է ունենում Հարավային Կովկասի եւ մասնավորապես առաջին հերթին Հայաստանի համար թեժ պայքար։ Եվ այդ պայքարը միմյանց հետ մղում են Արևմուտքն ու Ռուսաստանը։ Այո, այլ դերակատարներ կան եւս, ասենք Թուրքիա, Իրան, Իսրայել, Հնդկաստան, չգիտեմ, Պակիստան եւ այլն, բայց գլխավոր մրցակցությունը ծավալվում է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ ես երեկվա իմ հարցազրույցում ուկրաինական Сейчас YouTube-յան ալիքի տված հարցազրույցում այդ փաստը եւս նշեցի, խորհուրդ կտամ դիտել այդ հարցազրույցը, ովքեր չեն հասցրել դեռ նայել։ Բանն այն է, որ Ռուսաստանը թուլանում է եւ Արևմուտքը հիմա ձգտում է Ռուսաստանից խլել բոլոր այն ազդեցության գոտիները, այսպես կոչված, որը Ռուսաստանը վերահսկում էր եւ իր задний двор, ռուսները շիտ սիրում են ասել, это задний двор России, այսինքն Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Բելարուս, Ուկրաինա եւ այլն, եւ հիմա Ռուսաստանը հետևողականորեն թուլանալու պատճառով կորցնում է այդ բոլոր ազդեցության գոտիները եւ մեր աչքի առաջ տեղի է ունենում նոր աշխարհակարգի ստեղծում Զբիգնև Բժեզինսկին, հայտնի քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Զբիգնև Բժեզինսկին իր մահվանից ամիսներ առաջ 2017 թվականին կանխատեսելով այս ամենը ասեց նոր աշխարհակարգը ստեղծվելու է առանց Ռուսաստանի տեղում եւ Ռուսաստանի հաշվին, без России, на месте России и за счет России։ Եվ հիմա մենք հենց դրա ականատեսն ենք։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը լավ չի, վիճակը շատ բարդ է։ Նիկոլ Փաշինյանի վիճակը ես հիմա կհամեմատեի Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի վիճակի հետ։ Վիկտոր Օրբանը եւս ընտրություններից առաջ լուրջ խնդիրներ ուներ եւ Վիկտոր Օրբանին սատարելու համար Հունգարիա այցելեց J.D. Vance-ը, ինչը Օրբանին չօգնեց եւ նա ջախջախիչ պարտություն կրելով հեռացավ իր պաշտոնից։ Ես ամենևին չեմ ուզում հիմա զուգահեռ անցկացնելով ասել, որ Փաշինյանի պարտությունը կանխորոշված է։ Ես միայն ուզում եմ ասել, որ Փաշինյանին վերընտրվել այո օգնում եւ օգնելու է Արևմուտքը, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար, ոչ թե նրա համար Նիկոլ Փաշինյանի աչքերը ամենևին գեղեցիկ չեն, սա էլ ասեմ, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների աչքի լույսն է, նրանց երազած վարչապետն է, որի հետ նրանք երկարատև պլաններ ունեն եւ հույսեր են կապում Հայաստանում, ամենևին ոչ։ Ավելի շուտ հակառակը, Արևմուտքը լավ գիտի ով է Նիկոլ Փաշինյանը։ Արևմուտքը արդեն հասկացել է, թե
ինչ վարկաբեկված եւ սեփական ժողովրդի կողմից հարգանք չվայելող մեղմ ասած գործիչ է Նիկոլ Փաշինյանը, բայց արևմուտքը ելնում է մեկ փաստից։ Լավ թե վատ, դե ֆակտո այսօրվա Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, եւ նրանք պիտի այո Նիկոլ Փաշինյանին օգտագործելով, նրա վրա ճնշումներ բանեցնելով նախ թույլ չտան ռուսական այլ ուժերի իշխանության գալը Հայաստանում եւ հնարավորինս զսպելով ռուսական գործոնը եւ վտանգը մեր տարածաշրջանում փորձել կամաց անջատել Հայաստանը Ռուսաստանից եւ սրանով է բացատրվում արևմուտքի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Սա սառը դատողություն է, ես հասկանում եմ, որ մեզ իհարկե դա դուր չի գալիս, մեզ դուր չի գալի եւ ինձ դուր չի գալի, որ Միսիե Մակրոնը գալիս եւ գրկախառնվում է եւ համբուրում է Նիկոլ Փաշինյանին, Վենսը Ռուբիոն եւ այլոք, բայց ես սառը դատողությամբ փորձում եմ հասկանալ դրա պատճառները։ Ես կարծում եմ, որ մոտակա շաբաթները շատ փոթորկալից են լինելու եւ մեզ սպասում են շատ անկանխատեսելի զարգացումներ։ Ես չեմ բացառում ոչ մի բան։ Ճանաչելով Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանին, ես չեմ բացառում ոչ մի բան։ Վլադիմիր Պուտինը Մոլդովայում, Հունգարիայում պարտություն կրելուց հետո բոլոր ջանքերը հիմա ուղղել է Հայաստան։ Կիրիենկոյի ղեկավարությամբ, բայց ինչպես ռուսական տելեգրամ ալիքներն են հայտնում, Ռուսաստանի բոլոր գերատեսչություններին արտգործնախարարություն, արտաքին հետախուզություն, ՖՍԲ, ԳՌՈ, չգիտեմ, պաշտպանության նախարարություն, նախագահի ադմինիստրացիա Կիրիենկոյի ղեկավարությամբ հանձնարարվել է բոլոր ուժերը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ սպասվող ընտրությունների հետ կապված եւ մենք տեսնում ենք, որ ռուսները հիմա վերահսկելով իրենց այստեղի քաղաքական խամաճիկ ուժերին փորձում են Հայաստանը վերադարձնել լիարժեք ռուսական գոտի։ Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են, որ Նիկոլը մնա, բայց շարունակի ծառայել թուրքական շահերին, հետագա զիջումները անելով թուրքերին եւ ադրբեջանցիներին, սահմանադրություն փոխելով, անկլավները զիջելով, Տիգրանաշեն, մյուս Զանգեզուրի միջանցք, 300,000 ադրբեջանցի եւ այլն, Արցախի հարցը փակելով, հայկական հարցը փակելով։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը, ինչ կլինի Պուտինից հետո, քանի կա Վլադիմիր Պուտինը այս վիճակը այսպես կշարունակվի եւ արևմուտքը խաղադրույք կկատարի Նիկոլի վրա, Նիկոլի միջոցով, որպես չարիած փոքրագույն, որպես ժամանակավոր գործիք, Նիկոլի միջոցով, Նիկոլի վրա ճնշում բանեցնելու միջոցով փորձել զսպել ռուսական վտանգը եւ թույլ չտալ, որ Հայաստանը կրկին լիարժեք գուբերնիայի կարգավիճակով վերադառնա ռուսական ազդեցության տակ։ Թեկուզ եւ աչք փակելով Թուրքիային, Ադրբեջանին զիջումներ կատարելու մեզ համար շատ տհաճ փաստերի վրա։ Այսինքն վիլայեթացումը հիմա արևմուտքը հանդուրժում է մարտավարական նպատակներով։ Եվ այստեղ գլխավոր հարցն է, թե որն են ռազմավարական շահերը արևմուտքի արդեն ռուսական գործոնը չեզոքացնելուց, վերացնելուց, ռուսներին հարավային Կովկասից վռնդելուց հետո, որոնք են ռազմավարական շահերը, նպատակները եւ ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել արևմուտքը այդ շահերը սպասարկելու համար, այդ շահերից ելնելով։ Ես բազմիցս ասել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հարավային Կովկասը կարևոր է այնքանով, որքանով հարավային Կովկասով ինքը կարող է կենտրոնական Ասիայի երկրները կապել արևմուտքի հետ։ Նաև իհարկե Իրանը։ Հարաբերությունները կարգավորելուց հետո ես կարծում եմ ամեն ինչ դրան է գնում եւ մենք շուտով դրա ականատեսը կլինենք։ Կենտրոնական Ասիայի երկրները կարևոր են ԱՄՆ-ի համար հազվագյուտ մետաղների առումով։ Հազվագյուտ մետաղները շատ կարևոր են բարձր տեխնոլոգիական արտադրության համար։ Սմարթֆոններ, iPad-ներ,
եւ ռազմաարդյունաբերություն։ Այդ նույն F-35 օդանավերի կործանիչների մեջ բազմաթիվ հազվագյուտ մետաղներ կան, իսկ այդ հարցում ԱՄՆ-ն դեռ Չինաստանից կախվածության մեջ է եւ Ղազախստանը արևմուտքի հետ կապելու համար, իսկ Ղազախստանը չափազանց հարուստ է հազվագյուտ մետաղներով, ԱՄՆ պիտի վերահսկողություն հաստատի Հարավային Կովկասում եւ TRIP նախաձեռնության գլխավոր պատճառը դա էր, ես ասել եմ իմ եթերներում, որ TRIP-ի միջոցով, Middle Corridor-ի միջին միջանցքի միջոցով ԱՄՆ պիտի Կենտրոնական Ասիայից հազվագյուտ մետաղները ներկրի Արևմուտք, Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը։ Եվրամիությունը իր շահերը ունի Հարավային Կովկասում եւ այդ շահերն է Հնդկաստանը որպես Չինաստանը զսպող, Չինաստանը հակակշռող միակ երկիրը եւ որի հետ Եվրամիությունը ռազմավարական պայմանագիր ունի, դարի պայմանագիր ունի արդեն ամիսներ առաջ կնքված 20 տարի նրանք պատրաստում էին այդ պայմանագիրը եւ վերջապես կնքեցին Հնդկաստանը Եվրամիության հետ կապելու էլի Իրանի եւ Հայաստանի եւ Վրաստանի միջով եւ մենք այստեղ տեսնում ենք Հայաստանի կարեւորությունը ես ավելի քան վստահ եմ որ արևմուտքի շահերից չի բխում Հայաստանի վիլայեթացումը ռազմավարական նպատակներով միգուցե հիմա կրկնում եմ մարտավարական նպատակներից ելնելով գլխավոր նպատակ ունենալով Ռուսաստանին վռնդել հիմա աչք են փակում որոշ վիլայեթացման, թրքացման, թրքահպատակ Նիկոլի արած քայլերի վրա, որպեսզի նոր թեժացում չլինի, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, բախում չլինի, այս խաղաղ վիճակը պահպանվի, մինչև ռուսական վտանգը վերացնելուց հետո, արդեն երբ որ գա թուրքական վտանգը չեզոքացնելու, Թուրքիային զսպելու, ինչու չէ նաև մասնատելու հարցը, իսկ հիմա այդ հարցը կամաց արդեն գալիս է օրակարգ, մենք տեսնում ենք թուրք-իսրայելական լարում, վերջերս Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց պահանջելով Թուրքիայից հանել զորքերը Կիպրոսից, մենք տեսնում ենք թուրք-հունական թեժացում հարաբերությունների հետ կղզիների հարցում եւ այլն։ Եվ Թուրքիայի հարցը վաղ թե ուշ շատ ավելի շուտ, քան շատերը կարծում են գալու է ասպարեզ եւ այդ ժամանակ գալու է նաեւ հայկական հարցը գալու է ասպարեզ եւ այդ ժամանակ արևմուտքի ռազմավարական շահերից է բխելու լրիվ այլ որակի, լրիվ այլ ուրեմն պատկերացումներ ունեցող իշխանություն Հայաստանում իշխանություն, որը արդեն ոչ թե կձգտի փակել հայկական հարցը, այլ հակառակը հետամուտ լինի հայկական հարցի եւ Արցախի հարցի արդարացի լուծման։ Եվ այս ամենը հաշվի առնելով ես հիմա իմ ուժերի չափով աշխատում եմ ուկրաինական յութուբյան ալիքների հետ, ռուսական ալիքների եւ վերլուծաբանների հետ, որպեսզի այս ճշմարտությունը հասանելի դարձնեմ ռուսական եւ ուկրաինական եւ արտասահմանյան լսարաններին, որտեղ վստահ եմ ուկրաինական յութուբյան ալիքները շատ մեծ ուշադրության կենտրոնում են նաեւ արևմուտքի կողմից։ Եվ վաղը մայիսի 26-ին երեքշաբթի ժամը 12-ին իմ յութուբյան ալիքում ուղիղ եթերում ես կզրուցեմ Վիաչեսլավ Շիրայևի հետ։ Սա մեր 4-րդ զրույցը կլինի, առաջինը տեղի ունեցավ Ազգային ժողովրդավարական բևեռի յութուբյան ալիքի հարթակում, իսկ հաջորդ զրույցները արդեն իմ ալիքի հարթակում ես ունեցա մարտ ամսին եւ ապրիլ ամսին եւ հիմա մայիս ամսին մեր հերթական զրույցը պարոն Շիրայևի հետ ասեմ որ Վիաչեսլավ Շիրայևը շատ փորձառու տնտեսագետ է, քաղաքական վերլուծաբան է եւ շատ հետաքրքիր կանխատեսումներ է անում, որոնք առ այսօր մինչեւ հիմա իր բոլոր կանխատեսումները իրականացել են։ Գլխավորապես դրանք վերաբերվում են Ռուսաստանին, Ռուսաստանի տնտեսությանը եւ այլն, եւ նա շատ հետաքրքիր լուրեր ունի, սիրելի ժողովուրդ, ձեզ համար հայտնելու եւ վաղը մեր եթերում նա դրա մասին կխոսի եւ որոշակի նաեւ ժամկետներ կնշի, կանխատեսումներ կանի, թե ինչ է սպասում Ռուսաստանի տնտեսությանը արդեն մոտակա
շաբաթներին։ Եվ այսպես վաղը ժամը 12-ին Վահե Գասպարյան YouTube-յան ալիքի ուղիղ եթերում շատ հետաքրքիր, չափազանց կարևոր զրույց պարոն Վիաչեսլավ Շիրայևի հետ։ Հետևում ենք զարգացումներին, վաղը ինչպես ասացի Մարկո Ռուբիոյի այցելությունն է Հայաստան, այդ այցից հետո նաև մոտ օրերին շատ հետաքրքիր բաներ են սպասվում ուկրաինական ճակատում, Ռուսաստանի ներսում, այդ ամեն ինչը ես արդեն կամփոփեմ իմ հաջորդ եթերում, իմ YouTube-յան ալիքին օրեր անց, իմ անձնական եթերում, հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ շեշտել, սիրելի ժողովուրդ, սա իմ կարծիքն է, բայց ես վստահ եմ հայտնում այս կարծիքը, սա իմ այս Փաշինյանի իշխանության այս երկար ու ձիգ 8 տարիների ամբողջ աշխատության վերլուծության արդյունքն է։ Նիկոլ Փաշինյանը ոչ ռուսամետ է, ոչ թրքամետ է, ոչ արևմտամետ է, Նիկոլ Փաշինյանը աթոռամետ քաղաքական գործիչ է։ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որի գերնպատակն է աթոռ, պաշտոն, փող եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը չունի որևէ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն եւ կարմիր գծեր, արժեհամակարգ, ազգային արժեհամակարգ։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի միակ արժեքը, միակ կարմիր գիծը սեփական աթոռն է։ Եվ սա ասում եմ վստահ, կրկնում եմ, վերլուծելով իր այս 8 տարիների աշխատանքը եւ վարած քաղաքականությունը։ Ինչու եմ ես այսպես եկել այս եզրահանգման։ Եկեք սկսենք 18 թվականից, երբ որ Փաշինյանը եկավ իշխանության այսպես կոչված հեղափոխության, իսկ իրականում ես հիմա արդեն ավելի քան վստահ եմ, դա լավ բեմականացված սցենար էր Կրեմլի կողմից եւ դրա մասին են վկայում շատ ու շատ փաստեր։ Չի կարող մարդը անել հեղափոխություն, Գյումրիից քայլելով գալ Երևան Սերժին մերժելու համար եւ Սերժի նման բռնապետը ոչ թե ձերբակալում է այդ մարդուն, ոչ թե կանգնեցնում է նրան, հենց քայլելու ժամանակ Սերժի նման բռնապետը ոչ թե կանխում է այդ այսպես կոչված հեղափոխությունը, այլ հմեկին ուղարկում է, որ հմեկը լուսաբանի Նիկոլ Փաշինյանի քայլարշավը։ Սերժի նման բռնապետը թույլ է տալի, որ Նիկոլ Փաշինյանը գրավի ռադիոտունը։ Սերժի նման բռնապետը թույլ է տալի, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրի եւ գիշերը մնա այնտեղ։ Եվ այլն, փաստերը շատ են, դուք էլ հիմա որ հիշեք ամեն ինչ կհասկանաք։ Եվ այն թղթի կտորը, որ Օսիպյանի ուսերի վրայից ոստիկանները փոխանցեցին Նիկոլին եւ այլն։ Եվ այն, որ Պետդումայի падգամավորները եկան Նիկոլի հետ ջերմ զրուցեցին, Կալաշնիկովները եւ այդ Ռիշկովները, եւ դրանից հետո հանկարծ Սերժի խորհրդարանը, որը միջև այդ դեմ էր քվեարկել Նիկոլի վարչապետությանը, կողմա քվեարկում եւ այլն։ Եվ Նիկոլը հայտարարում է, որ արտաքին վեկտոր չի փոխվի, որ հեղափոխությունը արտաքին վեկտորը փոխելու նպատակ չունի, Կալինկա Մալինկայով Սարտարապատի 100-ամյակն է նշում, 80 անգամ այցելում է Մոսկվա, Պուտինի հետ է հանդիպում, Արցախ է հանձնում, ռուս խաղաղապահներ է բերում, 19 թվականին Սիրիա զորք է ուղարկում, ռուսական կոնտինգենտի կազմում, 22 թվականի հունվարին հայկական զորքը ՕԴԿԲ-ի հետ միասին գնում է Ղազախստան։ Հետո կամաց, երբ որ Պուտինը սկսեց թուլանալ եւ նժարը թեքվեց դեպի Ալիև Էրդողան այդ զույգը, Ալիևը վռնդում է ռուս խաղաղապահներին, էթնիկ զտում է անում, Նիկոլ Փաշինյանը ինքն էլ թեքվում է դեպի Էրդողան Ալիև, սկսում է ակնհայտ թրքամետ քաղաքականություն վարել, մինչդեռ 21 թվականի ընտրություններից առաջ խոստանում էր իր քարոզարշավի ժամանակ, խոստանում էր Շուշին Հադրութը հետ բերել եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ սկսում է արդեն խոսել, որ Արցախը Ադրբեջան է,
22 թվականին, 23 թվականին էթնիկ զտումից հետո մատը-մատին չի խփում, որ դա կանխի, հայցեր Նահագայի դատարանից հետ վերցնում, Մինսկի խումբն ա լուծարում եւ այլն։ Հիմա Նիկոլը ակնհայտ թեքվում է դեպի արևմուտք, բայց ոչ թե որտեղ կրկնում եմ արևմտյան արժե համակարգ կրող մարդը, ժողովրդավարը, ղեկավարը, որտեղ հիմա հասկանում է, որ թուրքերի ազդեցությունն էլ է նվազելու արդյունքում Ռուսաստանի հեռանալու։ Թուրքերը ազդեցություն են ունեցել մեր տարածաշրջանում, որովհետև այստեղ են եղել ռուսները։ Չի կարող թուրքը առանց ռուսի որևէ բան անել, եւ ռուսը առանց թուրքի։ Դրանք դևի երկու գլուխներն են։ Եվ ինչ արել են մեր գլխին, ռուսները թուրքերի հետ, թուրքերը ռուսների հետ համատեղ։ Եվ արևմտյան Հայաստանում, եւ Կարսում, եւ Նախճեվանում, եւ Արցախում։ Եվ հիմա Նիկոլը դա տեսնելով հասկանում է, որ Պուտինից հետո Թուրքիա-Ադրբեջանի տանդեմն էլ է թուլանալու, որփանալու, նրանց ազդեցությունն էլ է փոքրանալու։ Նիկոլը հասկանում է, որ այս տարածաշրջանի ապագան արևմուտքի ձեռքերում է լինելու, արևմուտքից է կախված լինելու, որ այստեղ որոշողը արևմուտքն է լինելու։ Եվ ոչ թե իր սիրելի Էրդողանը, որի գիրքը կրծքավանդակին էր սեղմում Ալիևը եւ այլն։ Նիկոլը աթոռամետ իշխանություն է եւ կպարկի նրա տակ, ով իրան կխոստանա իշխանություն, վերարտադրություն, աթոռ եւ այլ եւ այլ։ Վերջանում է ռուսական չարյաց կայսրության 300 տարվա գերիշխումը մեր տարածաշրջանում, հայկական բարձրավանդակում։ Այդ 300 տարիների ընթացքում ռուսների օրոք մենք տեսել ենք միայն կորուստներ, տարածքային մարդկային կորուստներ, միայն ու միայն։ Պետրոս առաջինից սկսած, երբ որ Կոնստանտինոպոլի պայմանագիրը կնքեց Օսմանյան կայսրության հետ, Պետրոս առաջինը 1724 թվին, ճանաչելով արևմտյան Հայաստանի մեր տարածքները, Օսմանյան կայսրության մաս։ Նույնը արեցին Նիկոլայի օրոք, ցարի օրոք ռուսները արևմտյան Հայաստանի հետ, նահանջելով եւ թույլ տալով, որ թուրքերը կոտորեն մեզ Մուշում, Վանում, Երզնկայում։ Հետո Մոսկվայի պայմանագիրը, Կարսի պայմանագիրը, Կարսի հանձնումը, Նախիջևանի, Արցախի, Պուտինի օրոք էլ 44 օրյա պատերազմ։ Այսինքն ռուսների ժամանակ մենք հստակ ունեցել ենք միայն կորուստներ, որովհետև ռուսների համար մենք եղել ենք միայն ու միայն մանրադրամ, սապոգի տեղ, մանրադրամ, որը իրանք ցանկացած պահին, երբ որ իրանք շահերից բխի, պատրաստ են զիջել։ Ավելին, ռուսների շահերից չէր բխում ոչ միայն հայկական պետականությունը ինքնիշխան անկախ, այլև հայերի բնակությունը այդ տարածքներում եւ ցարի ժամանակ Վառանցով Դաշկովը Յուձենիչը նամակ էին գրում, որ արևմտյան Հայաստանը գրավելուց հետո պիտի կազակներով վերաբնակեցնենք, որ հայերը մեծամասնություն չկազմեն եւ վաղը մյուս օրը ինքնավարություն կամ անկախություն չպահանջեն։ Սա միանշանակ եւ ռուսների ռադլնելուց հետո այստեղ լինելու է նոր տարածաշրջանային ճարտարապետություն։ Հիմա ինչ ենք մենք տեսել արևմուտքից։ Առաջին հանրապետության տարիներին արևմտյան տերությունները մեզ համարելով դաշնակից, Անտանտի դաշնակից երկիր, դասել են մեզ առաջի համաշխարհային պատերազմի հաղթող երկրների շարքում եւ որպես հաղթող երկիր ճանաչել են Հայաստանի Հանրապետության անկախությունը, ճանաչել են Հայաստանի Հանրապետության սահմանները, Ազգերի լիգան արևելյան, Վիլսոնյան իրավարար վճռով արևմտյան սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ տվել են մեզ կադաստրի թուղթ, Վիլսոնյան իրավարար վճիռ, որին կցված է նաեւ Ազգերի լիգայի որոշումը, այսինքն Վիլսոնյան իրավարար վճիռ ասելով մենք նաեւ հասկանում ենք Ազգերի լիգայի որոշումը։ Հետո ռուս-թուրքական օկուպացիա, ագրեսիա, անեքսիա եւ այդ ամեն ինչը մնաց թղթի վրա, բայց չվերացավ։ Մնաց թղթի վրա, բայց չվերացավ, որտեղ Վիլսոնյան իրավարար վճիռը հատուկ կրկնում եմ լավ չհասկացող տուպոյ դեբիլ տհասների համար։ Վիլսոնյան իրավարար վճիռը
իրավարար վճիռ է, միջազգային իրավունքի բարձրագույն փաստաթուղթ, որը պարտադիր է կիրառման համար եւ վաղեմության ժամկետ չունի եւ բեկման ենթակա չի։ Ժամանակավորապես կարող է կյանքի չկոչվել, բայց ինքը կա եւ առաջին իսկ հարմար պահին, երբ որ արևմուտքը ցանկանա, դա կկոչվի կյանքի։ Բրիտանիայի շնորհիվ մեզ Նախճեվանն ու Կարսը, Բրիտանիայի հրամանով եւ հրահանգով Նախճեվանն ու Կարսը մտցվեցին Հայաստանի Հանրապետության կազմ 1919 թվականին եւ այլն։ Հիմա տհասները կասեն Ֆրանսիան Կիլիկյան դավաճանեց, որտեղ արդեն Հայաստան չկար, Հայաստանը խորհրդայնացվել էր, օկուպացվել էր եւ Ֆրանսիան էլ արդեն անիմաստ համարեց Կիլիկիայում մնալը։ Ես արևմուտքը չեմ իդեալականացնում, արևմուտքը իմ աչքի լույսը չի, ես համեմատություն եմ անցկացնում։ Համեմատական գնահատական ենք անցկացնում, ինչ ենք տեսել ռսի օրոք եւ ինչ ենք տեսել առաջին հանրապետության օրոք, լինելով արևմտյան երկրների դաշնակից, լինելով հաղթող երկիր, առաջի համաշխարհային պատերազմի հաղթող երկիր։ Օբյեկտիվ համեմատություն եմ անցկացնում, որովհետև գալիս է հիմա արևմուտքի դարաշրջանը, սկսվում է արևմուտքի դարաշրջանը Հարավային Կովկասում, հայկական բարձրավանդակում։ Եվ արևմուտքը Հայաստանը ռուսից չի պոկում, որ Թուրքին տա, Ալիևին Էրդողանին տա, Պուտինից չի պոկում, որ դնի Թուրքի տակ։ Ոչ, սիրելիներս, այո, հիմա արևմուտքը աչք կա փակում թրկացման ինչ-որ քայլերի վրա, մեզ դա դուր չի գալի, ինձ էլ դա դուր չի գալի, բայց կրկնում եմ, դա մարտավարական նպատակներով արում, եւ Նիկոլը դա լավ է հասկանում, սկսում է հասկանալ, դրա համար հիմա ավելի շատ արևմուտքի տակ է սկսում պարկել, իդեմս արևմուտքի տեսնելով իր աթոռը պահելու միջոց, անվտանգության երաշխիքների միջոց, դրա համար հիմա Բեզվիզովի ռեժիմի մասին է խոսում, Եվրամիության հետ վիզաների ազատականացման, դրա համար հիմա երկաթգիծ է կառուցում, կպցնում է երկաթգիծը Թուրքիայով Եվրոպա արտահանելու, արժեքների մասին է խոսում եւ այլն։ Ոչ, ինքը այդ արժեքները կրողը չի, ինքը պահի տակ պարկում է նրա տակ, ով կապահովի իրան իշխանություն աթոռ։ Եվ կրկնում եմ, Ռուսաստանի հեռանալուց հետո նվազելու է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի դերակատարումը մեր տարածաշրջանում։ Եվ պատահական չի, որ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Պատահական չի, որ պաշտոնյաները արևմտյան այցելում են Ծիծեռնակաբերդ Հայաստան գալու ժամանակ։ Պատահական չի, որ Հագայի դատարանը որոշում է ընդունել Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին եւ այլն։ Մեր նման փոքր երկրների սահմանները որոշվել են գերտերությունների կողմից, Հայաստանի սահմանները որոշվել են գերտերությունների կողմից, մեկ ընդմիշտ։ Եվ երիցս տհաս, տգետ ու դեբիլ են նրանք, ովքեր ասում են, որ ներկա սահմանները միջազգայինորեն ճանաչված են։ Ոչ, Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները ճանաչվել են Վիլսոնյան իրավարար վճռով, որի վրա դրված է ԱՄՆ մեծ կնիքը։ Հիմա պարզապես ԱՄՆ պահում է այս Հայաստանը, այս 29,000 կտորի վրա, որպիսի ռուսից ու թուրքից խլելուց հետո կառուցի մեծ ապահով բարեկեցիկ Հայաստան, միջազգային ճանաչված սահմաններով Հայաստան, ծովի ելքով եւ այլն։ Բայց դրա համար արևմուտքին շատ շուտով հարկավոր կլինի Հայաստանում ունենալ ազգային արժեքներ եւ ժողովրդավարական ավանդույթներ կրող իշխանություն եւ շուտով մենք դա կտեսնենք այնպես որ այս ընտրություններով միայն ամեն ինչ սկսվում է այնպես որ շուտով որոշվելու է ամեն ինչ Պուտինից հետո իսկ Պուտինի մոտը շատ մոտ է վերջը շատ մոտ է Պուտինի վախճանը շատ մոտ է ռեժիմը տապալվելու է արդեն այս եկող ամիսներին որից հետո արևմուտքը սեղանը շուռ կտա մեր տարածաշրջանում եւ Հայաստանում եւ հայ ժողովուրդը այդ ժամանակ իր խոսքը ասելով իր քայլը անելով կօգնի արևմուտքին այդ հարցում այ օգնողի դերում հայ ժողովուրդը կարող է եւ պարտավոր է լինել արևմուտքին օգնողի դերում
բայց ցանկացողը պիտի լինի արևմուտքը, որոշողը պիտի լինի արևմուտքը։ Իսկ այդ որոշումը արևմուտքը անպայման կայացնելու է, որտեղ դա բխելու է իր ռազմավարական շահերից մեր տարածաշրջանում, Թուրանը զսպելու շահերից։ Սա է ամբողջ ճշմարտությունը, որ այսօր ուզում եմ ասեի։ Վաղը իմ YouTube-յան ալիքում ժամը 12-ին շատ կարևոր զրույց Վիաչեսլավ Շիրայևի հետ։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ տարածեք իմ այս հայտարարությունը։ Շնորհակալություն, կհանդիպենք վաղը ժամը 12-ին։